Կռունկն ու ձկնկուլը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Բուն թռավ, քեֆը լավ, թռավ, ցած իջավ, շուրջն աչքացեց, էլի թռավ, թռավ, ցած իջավ, պոչը պտտեց, շուրջը աչքացեց ու էլի թռավ։ Էս դեռ նախասելուկն էր, ասելիքը հետո կգա։ Մի ճահճում մի կռունկ ու մի ձկնկուլ էին կենում։ Կռունկը մենակ ապրելուց ձանձրացավ ու մտքին դրեց ամուսնանալ։ Արի գնամ ձկնկուլին խնամախոս։ Գնաց, թմփ, 7 վերջ ճահիճ կտրեց, հասավ տեղ ու ասավ. Ձկնկուլ, տանն ես։ Տանն եմ։ Արի ինձ ուզի։ Չէ, կռունկ, քեզ չեմ ուզի, ոտքերդ երկար, շորդ կարճ, թռնելդ բանի պետք չի, ուտելու բան էլ չունես, գնա կորի լողլողի մեկը։ Կռունկը փորուփոշման տուն եկավ։ Ձկնկուլը հետո միտքը փոխեց ու ասաց. ավելի լավ է կռունկին ուզեմ, քան թե մենակ ապրեմ։ Գալիս է կռունկի մոտ ու ասում. Կռունկ, ինձ ուզի։ Չէ, ձկնկուլ, պետք կշչես, պսակվել չեմ ուզում, ինձ կնիկ պետք չի, գնա գործիդ։ Ձկնկուլը ամոթից լաց եղավ ու ետ գնաց։ Կռունկը միտքը փոխեց։ Իզուր էլ չուզեցի ձկնկուլին, մտածեց նա, մենակ ապրելուց խեր չկա, գնամ ինձ հարս բերեմ։ Գնաց հասավ ձկնկուլի տուն։ Ձկնկուլ, միտքս փոխեցի, պսակվում եմ, ինձ ուզիր։ Չէ, կռունկ, ես քեզ չեմ ուզում։ Կռունկը տուն դարձավ։ Էստեղ ձկնկուլը միտք արեց. Ինչի մերժեցի, մենակ ապրելուց ինչ օգուտ, լավ է մարդի գնամ։ Գալիս է խնամախոս, հիմա էլ կռունկը չի ուզում։ Մինչև հիմա էլ էդպես իրար ուզելու են գնում, համա չեն պսակվում։